Եվ այսպես ուշադրություն, դղյակատերերը պետք է զգուշանան։ Ժամանակն է եկել կրկին վերադառնալ որոշ մարդկանց դղյակներ։ Ինչեր են այդտեղ թաքցրված։ Միլիոնավոր դոլարներ, փաստաթղթեր կեղծիքների մասին, ապօրինի պահվող զենք զինամթերք եւ հնարավոր լիքը հանցակազմ պարունակող այլ իրեր։ Եվ այսպիսով ինչ է պատրաստվում իրականացնել Հայաստանի իշխանությունը։ Ժողովրդին խոսք տրվածը կատարվելու է 2025 թվականին, մասնարապես ամիսներ անց։ Հիմա իշխանությունը զբաղված է խաղաղության պայմանագրի ստորագրման գործողություններով։ Սա շատ ծանր պրոցես էր, Լեռնային Ղարաբաղի պատերազմը հետ պահեց հեղափոխական խոստումներից, որովհետև գլխի վայր ուղակի շուռ եկավ ամեն ինչ։ Բայց քանի որ ժողովուրդը պահանջում է, ժողովուրդը պետք է ստանա իր բոլոր հարցերի պատասխանները։ Թե ինչու մարդիկ չդատվեցին, ինչի դղյակատերերը մնացին այդ դղյակներում որպես տերեր, եւ ինչպես ստացվեց, որ թալանվածը այնպիսի մասշտաբով չվերադարձվեց պետությանը, որը պետքա տեղի ունենար, այլ ուղակի մեքենաներ, տներ, հողատարածքներ։ Բայց պետք է ընդունենք, որ դա եւս մեծ աշխատանք է։ Եվ այսօր ոչ մեկին գաղտնիք չի, որ մեր պետությունը ունի լուրջ խնդիրներ ֆինանսների հետ կապված։ Եվ այդ հարցը լուծելու ճանապարհներից մեկը լինելու է կուլակաթափությունը։ Մենք հիշում ենք, թե ում տներ մտան, ինչպիսի բացահայտումներ միայն Գագիկ Ծառուկյանի տան ջահը ամբողջությամբ կարող էր մի քանի բնակարան սարքել հենց Գյումրիում, որ ասում են, թե մարդիկ շարունակում են մնալ տնակներում։ Նիկոլ Փաշինյանից առաջ Գյումրիի այսօրվա ընդդիմադիր գործիչների պապաները եղել են իշխանության, եւ 20 տարին բավականին մեծ ժամանակ էր Գյումրին ամբողջությամբ ազատել տնակներից, նաեւ կար մեծ հովանավոր Քրքորյանը, որը ահռելի քանակությամբ փողեր տվեց հենց Գյումրիին, Շարլ Անձնավուրը, որը մեծ քանակությամբ փողեր տվեց Գյումրիին, եւ այն ժամանակվա այդպիսի մեծ փողերով կարելի էր Գյումրին սարքել ոչ միայն Հայաստանի, այլ նաեւ տարածաշրջանի ամենազարգացող պատմական քաղաքներից մեկը։ Բայց այդ մարդիկ իրան ժամանակ չեն արել, նայում ես ամենքը ապրում է մի հատ շքեղ դղյակում, մի 10 հատ էլ դրանից ունի, եւ իրանք եկել են ընդդիմություն են խաղում, պահանջում են, որ ժողովուրդ իրանց ընտրի, որ մարդկանց տնակներից վերջապես հանեն։ Եղբայր, եղել եք իշխանության, հանող լինեիք, կհանեիք։ 7 տարի առաջ Հայաստանի ամենաաղքատ քաղաքներից մեկը եղել է Գյումրին։ Չեմ կարող ասել, որ հիմա ամենահարուստն է, բայց կարող եմ ասել, որ մեծ փոփոխություններ կան, ամեն մարդ թող իր ձեռքը տանի իր գրպանը ու հասկանա, թե հիմա ինչպիսի սոցիալական պայմաններում է ապրում եւ առաջ ինչպիսի պայմաններում է ապրել։ Կուլակաթափության գործընթացը նաեւ իշխանությունների համար կարևոր է այն առումով, որ 2026 թվականին տեղի են ունենալու ընտրություններ։ Նիկոլ Փաշինյանին ժողովուրդը այդ հարցը տալու է, որ այդ ինչի ոչ մեկ պատասխանատվության չենթարկվեց։ Փաշինյանի ձեռքի տակ պետք է փաստեր, որ ինքը ժողովրդի ասածը արել է, որ հանցագործները բանտերում են, թալանվածը պետական բյուջեում է եւ ծառայում է ժողովրդի համար։ Վաղը Գյումրիում ընտրություններ են եւ կոչ են անում որևէ ձև նախկիններին չվերել իշխանության։ Դա կլինի գյումրեցիների վերջը, որովհետեւ նրանք չեն աշխատի իշխանության հետ եւ չաշխատելով իշխանության հետ Գյումրին ուղակի մատնվելու է անտերության։ Սերժ Սարգսյանը կամ որևէ այլ մեկը գյումրեցիների համար իր անձնական ֆինանսները չի տրամադրելու։ Դա անելու է կառավարությունը եւ կառավարության հետ կարող է աշխատել միայն Սարիկ Մինասյանը։ Եվ կոչ ենք անում միամիտ չլինել, չխապնվել սուտ խոստումներին եւ հիշել, որ լրբերը սրբեր երբեք չեն կարող դառնալ։ Ադրբեջանական իշխանությունների գործելավոճը Միացյալ Նահանգների վարչակազմի ուշադրության կենտրոնում է։ Միացյալ Նահանգները շահագրգռված է, որ հայ-ադրբեջանական խաղաղության համաձայնագիրը ստորագրվի իրենց ներկայությամբ, որպեսզի դա, այսպես ասած, իրենց հաղթանակը նաև ներկայացվի, քանի որ Դոնալդ Թրամփը իշխանությանը եկել խաղաղության նոտայով եւ նա ամբողջ աշխարհին է բերելու այդ խաղաղությունը եւ այսպես ասած հիանալի մեկնարկ կլիներ
հայ-ադրբեջանական խաղաղության համաձայնագիրը կնքել են Միացյալ Նահանգների հովանոցի տակ։ Բայց Պուտինը եւս ինքը շտապում է, որպեսզի այդ ամենը կնքվի Ռուսաստանի Դաշնությունում մայիսի 9-ի տոնակատարության ժամանակ, որի ներկա է գտնվելու նաև Նիկոլ Փաշինյանը, միգուցե նաև Ալիևը ներկա գտնվի եւ դա հնարավորություն ստեղծի ստորագրել այդ համաձայնագիրը։ Բայց ինչևից այս իրավիճակը գալիս է ավելի ուրիշ զարգացումների, Միացյալ Նահանգները Ադրբեջանի գործելավոճը հետևում է եւ հասկանում է հետեւյալը, որ Ալիևը փորձում է ամեն կերպ զրոյացնել Թրամփի այս ջանքերը, որոնք միտված են աշխարհին խաղաղություն բերելու, եւ ադրբեջանական իշխանությունները օգտվելով այն առիթից, որ Հայաստանի Հանրապետությունը պարտվել է Լեռնային Ղարաբաղում եւ հայ ժողովուրդը գտնվում է վերականգնման փուլի մեջ եւ նաեւ ընդունել է 120,000 փախստականներ, երկիրը գտնվում է որոշակի նաեւ լարված վիճակում, Ալիևը փորձում է օգտվել այդ առիթից եւ խնդիրներ ստեղծել Հայաստանի Հանրապետության համար, սահմանին կրակոցներ, խաղաղության համաձայնագիրը ստորագրելու համար ստեղծում է խոչընդոտներ, ասում է սահմանադրություն փոխեք եւ այլն, սա հասնելու է գերտերությունների ականջների եւ միայն գերտերությունները կարող են սաստել Ալիևին։ Հայաստանի Հանրապետությունը եւս կարող է սաստել, բայց մենք հասկացել ենք, որ մեզ հիմա հաստատ պատերազմ պետք չի։ Մենք էլ կարող ենք սաստել, մենք էլ կարող ենք շատ լուրջ հայտարարություններ անել, մենք էլ կարող ենք մերը առաջ տանել, բայց քանի որ մենք դա չենք անում, մենք նաև պետք է հասկանանք, որ մեր փոխարեն մեկը պետք է դա Ալիևին հասկացնի, որովհետև ժամանակը գալու է, որ մենք ենք ստիպված լինելու կրկին ռազմական քաղաքականություն վարել, ռազմատենչ հայտարարություններ անել, ռազմական գործողություններ իրականացնել եւ Ադրբեջանի իշխանություններին իրենց ամեն մի արարքի համար հենց սահմանին պատժել։ Հայաստանը կարող է դա անել, այո, Հայաստանը կարող է դա անել։ Հայաստանի բանակը պետք չէ թերագնահատել, Հայաստանի բանակը զինված է, զինվում է, Հայաստանի բանակի զորքերը մարտունակ են, Հայաստանի մոբը մարտունակ է, որովհետև 25-օրյա հավաքները անընդհատ լինում են եւ Հայաստանի Հանրապետությունը ադրբեջանական սադրանքներին կարող է պատասխանել նաեւ ռազմական ձևերով, եթե Ադրբեջանը իրավիճակը հասցնի դրան։ Իսկ մենք տեսնում ենք, որ ամեն քայլ Ադրբեջանի կողմից արվում է, որ իրենք այդ սադրանքներով հասնեն Հայաստանի Հանրապետության միարդի